Մարտական ոգին չի կարող ձևավորվել պատմական կեղծիքի վրա, ուրեմն ուրացման վրա, այն ինչ որ անում է։ Ինչպես կարող է մարտական ոգին բարձր լինել եւ մարտունակությունը բարձր լինել, եթե հարվածում ես հայոց եկեղեցուն։ Եվ այդ հայոց եկեղեցու հարվածով պառակտում ես հայ հասարակությանը, նաև պառակտում ես բանակը, որովհետև տեսեք, այսօրվա պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը մասնակցում է այդ կեղծ պատարակներին եւ արդեն տեղեկություններ կան, որ ինչ-ինչ ճնշումներ են բանեցվում հրամանատարների, որոշ հրամանատարների կողմից գնդերեցների վրա, որպեսզի նրանք նույնպես հետևեն այս գծին։ Այո, այդ մասին խոսել էին, բարձրաձայնել էին։ Եվ բացի դրանից հիմա ինչ է ստացվում, եթե բանակի ներսում որոշ հրամանատարներ շարունակեն իրենց հավատարմությունը պահպանել հայոց եկեղեցուն եւ ամենայն հայոց կաթողիկոսին ու նրա հետ մնացած մեր եկեղեցականներին եւ այլն, իսկ այն մյուս մասը իր կարիերայի աճի նպատակով գնա Սուրեն Պապիկյանի եւ Փաշինյանի հետևից, արդեն տեղի կունենա պառակտում բանակում։ Ինչ մարտունակության աճի մասին կարող է խոսք լինել։